Ադրբեջանի նախագահը Հայաստանը անվանել է ռազմական հանցագործ պետություն։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Իլհամ Ալիևի Հայաստանին ուղղված հերթական մեղադրանքներին։ Երեկ Մինգե Չաուրիի շրջանում էլեկտրակայանի բացմանը Ալիևը նաև պնդել է, թե Հայաստանը Ղարաբաղյան առաջին եւ երկրորդ պատերազմների ընթացքում հրետակոծել է ադրբեջանական քաղաքները, սպանել խաղաղ բնակիչներին։ Ըստ նրա, Երևանի նպատակն էր կաթվածահար անել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ermənistan o cümlədən Mingəçeviri bombalamaq Այս տարածքի վրա անկած արկերն ու հեռահար հրթիռները դրա ապացույցն են։ Սա ագրեսիա էր քաղաքացիական բնակչության, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Սա ռազմական հանցագործություն է։ Հայաստանի ռազմական հանցագործությունները սրանով չեն սահմանափակվում։ Uzaq mənzilli raketlər bunun əyani sübutudur. Մինչ արտգործնախարարությունը լուր է ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ՔՊԱ-ական անդամ Հասմիկ Հակոբյանն է արձագանքում Ալիևի մեղադրանքներին։ Իշխանական պատգամավորի գնահատմամբ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները դատապարտելի են եւ չեն բխում խաղաղություն հաստատելու օրակարգից։ Եթե մենք հետ գնանք ու սկսենք մեկնաբանություններ տալ, ապա շատ մոտ է ընդամենը 1-2 տարի առաջ էր, երբ թիրախավորված քաղաքացիական Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական ուրեմն օբյեկտները, մարդիկ թիրախավորվեցին, էթնիկ զտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայաթափվեց 100,000-ից ավել ուրեմն բնակչություն ունեցող տեղանք եւ եթե մենք այս հռետորաբանությամբ գնանք, ապա շատ ավելի թարմ իրադարձություններ կան, որոնց կարող ենք մատնանշել։ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական լիակատար վերահսկողությունից հետո Հայաստանի իշխանությունը Արցախի հարցը հանել է բանակցային օրակարգից։ Հակոբյանն այսօր շեշտեց, թե իրենք քաղաքական կամք եւ վճռականություն են ցուցաբերել, նստել բանակցությունների խաղաղության օրակարգի շուրջ։ Պատգամավորը սակայն չթաքցրեց, Ադրբեջանն այս հարցում կառուցողական չէ։ Այս դեպքում իհարկե ավելի է բարդանում, բայց հենց խաղաղության համաձայնագիր ունենալը, այդ 17 կետերը ֆիքսելը եւ դրա տակ ստորագրելը հենց այն պատճառով է, որ մի կողմը կառուցողական չի տրամադրված։ Դրա համար էլ մեզ պետք են հավելյալ երաշխիք, օրինակ կնքված փաստաթուղթ երկրի ղեկավարի կողմից, իրենց կողմից։ Həm Xocalı soyqırımı, həm işğal dövründə bizim yaşayış məntəqələrində Բացի Գյանջան, Աղդամը, Բարդան եւ Թարթարը հրետակոծելու մեղադրանքները Ալիևը 3 հերթական անգամ հիշել էր նաեւ Խոջալուի դեպքերը։ ՔՊԱ-ական Հակոբյանը ասում է, հայ բանակցողները կարևորում են այն, թե ինչ է Ալիևը խոսում բանակցությունների սեղանի շուրջ։ Ինքը ինչ որ տեղերում ինչ հայտարարություններ է անում, դա ուղղված է իր ներքին լսարանին, թե սա ինձ թվում է ավելի շատ երկրորդական է եւ կարեւոր է թե բանակցությունների սեղանին ինչ խոսակցություն է գնում։ Իսկ Ալիևի հրապարակային իր լսանի համար արված հայտարարությունների մեծ մասը տեղ չեն գտնում, գերակշռ մասը տեղ չեն գտնում տետատետ խոսակցությունների ժամանակ։ Այս բոլոր դրվագները մինչդեռ հիշատակվում են Բաքվում ընթացող հայ գերիների դատավարությունների ընթացքում։ Ընդ որում վերջինը նախորդին էր, երբ ըստ ադրբեջանական Ազերթաջի դատավարության ընթացքում Բաքվի զինվորական դատարանը դարձյալ փորձել է ցուցմունքներ ստանալ Գյանջայի ռմբակոծության վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ անդրադառնալով հրապարակումներին, թե Արցախի նախագահը հրամայել է Գյանջա քաղաքը ռմբակոծել, Արայիկ Հարությունյանը հայտարարել է, թե ինքը նման հրաման չի տվել, քանի որ նման լիազորություն չի ունեցել։ Այս դատավարությունների մեկնարկից հետո տարբեր փորձագետներ պնդում են, Բաքուն փորձելու է հայ գերիներից ցուցմունքներ կորզել, հետագայում միջազգային ատյաններում Հայաստանին որպես օկուպանտ եւ ագրեսոր ներկայացնելու համար։